Ողջունում եմ ձեզ, այսօր 26 թվականի մեր հերթական նստաշրջանի օրն է, ունենք 16 հարց և մեկ հարց լրացուցիչ, որը ձեր քննարկման եմ դնում համայնքապետարանի աշխատանքների ավելի արդյունավետ լինելու համար համայնքապետարանի միակ համակարգիչապետ նորմբուկ։ Կողմ եք, որ այդ հարցը մտցնենք այսօրվա օրակարգի մեջ։ Շնորհակալ եմ։ Ուրեմն 17 հարց ունենք։ Այս օրակարգով բոլոր համաձայն եք, որ դեմ մարդ ունենք։ Երկրորդ հարց։ Հայաստանի Հանրապետության Արմանի Մարմնի Արաքս համայնքի 26 թվականի բյուջեի առաջին երամսյակի հավաքումը հաստատելու մասին զեկուցող ֆինանսատնտեսական եկամուտների հաշվառման և հավաքագրման վարչապետ Ուզաննա Թեմուրյան։ Հայաստանի Հանրապետության Արմանի Մարմնի Արաքս համայնքի 2026 թվականի առաջին երամսյակի բյուջեի կատարողականի համոզում եկամուտների մասով։ Հողի հարկ առաջի երամսյակի կազմում ընթացքում 299%, գույքահարկ շինությունների համար 33.3, անշարժ գույքի հարկը 61.1, գույքահարկ փոխադրամիջոցների համար 16.3%, տեղական դուրքերը կատարել 233%-ով, դոտացիան 100%, հողերի վարձակալությունից մուտքեր 93.7%, գույքի վարձակալությունից մուտքեր 222%, տեղական վճարները 132%, ընդհանրապես սեփական եկամուտների մասով կատարել են երամսյակը 196%, տարեկանի նկատմամբ 16.4%։ Եկամուտների մասը չէ։ Ծախսային մասով հարցեր կան դիքերուզանդային։ Ծախսային մասով կատարել են 8.9% տարեկանի նկատմամբ։ Հարցեր չկա։ Ովքեր են դեմ հաստատենք երամսյակը։ Դեմ չկա, շնորհակալ եմ։ Երրորդ հարց. Հայաստանի Հանրապետության Արմավերի մարզի Արաքս համայնքի ավարտանի 25 թվականի նոյեմբերի 20-ի համար 105 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին զեկուցող Ուզաննա Թեմուրյան։ 2025 թվականի նոյեմբերի 20-ի 105 որոշումը մեր բյուջեի հաստատման որոշումն է, որի մեջ կատարել ենք փոփոխություններ և լրացումներ։ Եկամտային մասով ավելացրել ենք հողի օտարումից մուտքեր 30 միլիոն։ Ծախսային մասով պաուսային ֆոնդից 10 միլիոն նվազեցրել ենք, 10 միլիոնից 5 միլիոն ավելացրել ենք մեր էներգետիկ ծախսերի վրա 5 միլիոնը, իսկ մյուս 5 միլիոնը ավելացրել ենք դրամաշնորհ ծրագրի վրա։ Նաև պաուսային ֆոնդից նվազեցրել ենք Պաուստային ֆոնդից 233 միլիոն 118,500 դրամը հատկացրել ենք մեր ֆոնդային բյուջե։ Իսկ ծախսային մասով հատկացումից 198 միլիոնը դրել ենք մշակույթի տներ ապօրիններ ծրագրի 51 դասերեք վերանորոգման հոդվածի վրա, 65 միլիոն 117,500 դրամը հատկացրել ենք հանգստի և սպորտի ծառայությունների 51 դասերու շինությունների կառուցման հոդվածի վրա։ Փոփոխություն ենք կատարել մշակութային կազմակերպություններում։ Մենք նախատեսել էինք նախկինում 47-25 հոդվածի 10 միլիոն, սակայն 10 միլիոնը նվազեցրել ենք, որից 2 միլիոն 100,000-ը հատկացել ենք 47-29 աջակցություն հոդվածին և 7 միլիոն 900,000-ը հանգստի սպորտի ծառայությունների 47-29 աջակցություն հոդվածին։ Հարցեր դիքերուզանդային։ Դեմ Արեգից օգտվելով հարգելի գործընկերներ, ես ուզում եմ ձեզ տեղեկացնեմ, որ մի քանի օր առաջ 3 առաջ օրը Միքելախոսական հանձնաժողովից վերջինը պաշտոնական չեմ ստացել, բայց ստացել ենք ահռելի մեծ թվով սուբվենցիաներ, ահռելի մեծ թվով, ուղղակի ամենայն այդքան թվեր, 8 մանկապարտեզ ու ինչքան ջրահեռացում կա, ամբողջը ջրահեռացումները դրական եզրակացումով է եկել, գայի մշակութի տան հարակից այգին, եկեղեցու բակ,
Արաքսի մշակութային հարակից տարածք, 8 մանկապարտեզ ասեցի, եւ եկեղեցին բաղնել է։ Այո, ուրեմն էդի նախկինում էր եղել Արտիմեդի եկեղեցու բակ Գրիբայեդվի բակը, ուրեմն խորոնքի սպորտը այգելիններներ, որ շատ են ասում, գայի մշակույթի տան առաջի հարկ, Արաքսի մշակույթի տան առաջի հարկ, Ակնաշենի մշակույթի տուն, որ արդեն շինարարությունները սկսվել են, վերջինները ուղղակի անկեղծ եմ ասում, այնքան շատ անհնարին է հիշել, եթե պատահական չունեն։ Հայկաշենի այգի, Արաքսի այգի, մի խոսքով, մեզ ասպատապատումները միան բացասական այգ է, որովհետև ընդեղ հոդվածի վրա այդքան գումար չեն ունեցել, գումարը կնստացնենք այդ հոդվածի վրա, նորից գրությունը կգրենք, դա դրական դիտակ։ Ինչ եմ ուզում ասել, որ մեր 13-26 թվի 13 սուբվենցիոն ծրագրերից 9 ստացել ենք արդեն։ Ուղղակի ասում եմ, այսքան շինարարություն չենք հասնում, ուղղակի մրցույթները հայտարարենք, այդ չհաշված մասնակցային բյուջետավորման մեր ֆուտբոլի հրաշքները, մեր տանկարները եւ այլն։ Չհաշված մեր համայնքային միջոցներով, որ էլի ահագին շինարարությունը ծախսերն ենք, ահագին շինարարություն ենք։ Այս առիթից օգտվելով բոլորը թող իմանա, որ մեր խոստացած ինչը, որ խոստացել են ժողովրդին, կատարածվի։ Եվ առիթից օգտվելով բոլորը գիտեք, Վրանցի 25 քաղաքացու օրնա եւ Արաքս համայնքում կազմակերպման մի քանի միջոցառում, Արատաշենում միջոցառում ունենք, Գայի արվեստի դպրոցում միջոցառում ունենք, բանախոսներ են գալու եւ ունենք հյուրասիրություն միջոցառում հյուրասիրություն ունենք Գայի մեր համայնքապետարանի հարակից տարածքում։ Խնդրած կլինեմ բոլոր ներկայացնել։ Ահագին լավ միջոցառում լինելու եւ հյուրասիրություն անելու խորոված, չգիտեմ, իր ամեն ինչով։ Դեռ խնդրեմ բոլորը դու հրավիրում եմ բոլորի ներկայացնել։ Սկիզբը ժամը 18:00, իսկ բանախոսները ժամը 11-ին։ Ժամը 11-ին Արատաշենում, ժամը 1-ին Գայի արվեստի դպրոցում։ Հայտարարություն եմ գցել այսօր, որ մեր բոլոր բնակիչները իմանան, որ քաղաքացիորեն նշում են Գայի հյուրասիրությունը Գայի գյուղում։ Չորրորդ Հայաստանի Հանրապետության Ռամավերի մասի Լուսագյուղի միջնակարգ դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությանը դրամաշնորհ հատկացնելու մասին։ Զեկուցող կրթության մշակույթի սպորտի եւ երիտասարդության հարցերի պարագայում Շանթ Աբրելյան, խնդրեմ։ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ռամավերի մասի Լուսագյուղի միջնակարգ դպրոց բուհակի տնօրենի 2026 թվականի մարտի 4-ի դիրքորոշումը դպրոցում խելացի գրատախտակ եւ ճաշարանի օգտագործման համակարգ ձեռք բերելու նպատակով Արաքս համայնքի 2026 թվականի հաստատված բյուջեից արտասնել 1.300.000 դրամ դրամաշնորհ։ Դե Լուսագյուղի դպրոցի խելացի գրատախտակ չունեն։ Շնորհավոր։ Հինգերորդ Հայաստանի Հանրապետության Ռամավերի մասի Արատաշենի Գագիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպություն դրամաշնորհ հատկացնելու մասին։ Զեկուցող Շանթ Աբրելյան, խնդրեմ։ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արատաշենի Գագիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց բուհակի տնօրենի 2026 թվականի մարտի 5-ի դիրքորոշումը դպրոցի առաջին եւ երկրորդ հարկերի սանհանգույցները սպորտ դահլիճի 2 հանդերձարանները մասնակի վերանորոգելու նպատակով Արաքս համայնքի 2026 թվականի հաստատված բյուջեից արտասնել 1.300.000 դրամ դրամաշնորհ։ Դե շնորհավոր պարոն Շնորհակալություն։ 6-րդ Հայաստանի Հանրապետության Ռամավերի մասի ջրափի միջնակարգ դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությանը դրամաշնորհ հատկացնելու մասին։
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի ջրափի միջնակարգ դպրոց խոհակի տնօրենի 2026 թվականի մարտի 18-ի դիմում գրությունը դպրոցում սանհանգույցի համար 2 տուր եւ 2 բատուան ձեռք բերելու նպատակով Արաքս համայնքի 2026 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 150,000 դրամ դրամաշնորհ։ Դեմ շունեմ 7-րդ հաց Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Գրիգորյանի Ռոստոմյանի անվան միջնակարգ դպրոց պետական ոչ արհեստային կազմակերպությանը դրամաշնորհ հատկացնելու մասին։ Դեպքով Շանտավկայանը։ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Գրիգորյանի Ռոստոմյանի անվան միջնակարգ դպրոց խոհակի տնօրենի 2026 թվականի մարտի 20-ի դիմում գրությունը դպրոցում բարձրախոս եւ խոսափողներ ձեռք բերելու նպատակով Արաքս համայնքի 2026 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 150,000 դրամ դրամաշնորհ։ Դեմ 8-րդ Արաքս համայնքի դպրոցների շրջանավարտներին եւ իրենց դասղեկներին դրամական աջակցություն տրամադրելու մասին։ Զեկուցող Շանտավկայանը։ Ղեկավարելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով եւ հիմք ընդունելով Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը Արաքս համայնքի դպրոցների թվով 178 շրջանավարտներին եւ իրենց 14 դասղեկներին դրամական աջակցություն ցուցաբերելու համար Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2026 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 2,100,000 դրամ։ Խոսքը վերաբերվում է վերջի զանգին 10,000 դրամ յուրաքանչյուր աշակերտին եւ 20,000 դրամ դասղեկին, դասղեկների 14 թիվը պայմանավորված է նրանով, որ գայի միջնակարգ դպրոցում կա 2 ավարտող դասարան։ 178 շրջանավարտ եւ 14 դասարան։ Գումար փոխանցում դասղեկի հաշվի համարին, դասղեկը ստացականով հանձնում է երեխան։ Հարցեր, առաջարկություններ։ Դեմ 9-րդ հաց Գումար հատկացնելու մասին զեկուցող Շանտավկայանը։ Ղեկավարելով տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը Արաքս համայնքի մասին երգ պատվիրելու նպատակով Արաքս համայնքի 2026 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 1,390,000 դրամ, որից 990,000 դրամ է երգի բառերն ու երաժշտությունը գրելու եւ ձայնագրելու համար, 400,000 դրամ է երգի կատարման համար։ Խոսքը վերաբերվում է Արաքս համայնքի մասին, համայնքի վերաբերող երգ պատվիրելուն, երգը գրվում է ուսանի կողմից, բառերը ձայնագրությունն է ընդհանուր արանժировка, ինչ որ կա, դրա համար 990,000 դրամ եւ կատարողը Ռուբեն Սասունցին նախնական պայմանավորվածությունն իր հետ է 400,000 դրամ, որպեսզի ունենան մեր համայնքի մասին երգ, ոչ թե հիմնա, ոչ թե համայնքի երգ, համայնքի մասին ուղղակի երգ, ուրախ, շատ լավ, հայրենասիրական, համայնքը պատկերով Առաջի կատարումը, այսինքն առաջի կատարումը լինելու է պրեմիերան, լինելու է նախատեսում ենք գայի ուխտի օրը, որ միջոցառում ենք եւ համերգներում համասովներ երիտասարդության օգոստոսի երկրորդ շաբաթը, այո, պրեմիերան լինելու է այդ օրը, գայի դուգում մեզ ասունցու կատարում ենք։ Իսկ ումա մեզ շատ կարևոր է այդ երկը, քանի որ համարյա թե բոլոր համայնքները իրենց հիմնը չասեն, իրենց երկ ունեն, բայց Արաքս համայնքը դեռ զերծ է մնացել այդ բանը, դա համար այս անգամ որոշել ենք պատվիրենք եւ ինչի՞ չէ նաեւ մենք Հետագան կարելի է դրոշի օրենքի մասին մտածել։ աշխատում են այդ մասին, դրոշի եւ եկեք բան չանեմ էլի, մի քիչ ավելի անակնկալով թողնի, մյուս
Մյուս բաների ժամանակ էլի կապված է ահագին բան, որ ինքատար ենք ասելու։ Ովքեր են դեմ։ Դեմ չունենք։ 10-րդ դարձ Հայաստանի Հանրապետության Ղարաբաղի մարզի Արաքս համայնքի Խորոն գյուղի 04050 0066 կադաստրային ծածկագրով փողոց անվանակոչելու մասին զեկուցող աշխատակազմի քարտուղար Վասենիկ Վարդանյան, խնդրեմ։ Հիմք ընդունելով Արաքս համայնքի Խորոն գյուղի վարչական ղեկավարի գրությունը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Խորոն գյուղի 04050 կադաստրային ծածկագրով փողոց անվանակոչել որպես ՀՀ Արմավիրի մարզ Արաքս համայնք գյուղ Խորոն Վազգեն Սարգսյան փողոց անվանում։ Դեմ չկա։ 11-րդ դարձ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն գյուղի 04005 0177 0009 կադաստրային ծածկագրով փողոց անվանակոչելու մասին զեկուցող աշխատակազմի քարտուղար Վասենիկ Վարդանյան։ Հիմք ընդունելով Արաքս համայնքի Ակնաշեն գյուղի վարչական ղեկավարի գրությունը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն գյուղի 0400177 0009 կադաստրային ծածկագրով փողոց անվանակոչել որպես ՀՀ Արմավիրի մարզ Արաքս համայնք գյուղ Ակնաշեն 8-րդ փողոց 4 նրբանց անվանում։ Դեմ չունեմ։ 12-րդ դարձ Հայաստանի Հանրապետության Ղարաբաղի մարզի Արաքս համայնքի Խորոն գյուղի վարչական տարածքում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս ուղղակի վաճառքով օտարելու մասին զեկուցող Քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Ավետիք Սենիքերիմյան, խնդրեմ, պարոն Սենիքերիմյան։ Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Խորոն գյուղի վարչական տարածքում գտնվող Սևահավեր թաղամասի 3-րդ փողոց առաջին նրբանց 3 հազիում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 1000 քառակուսի հողամասին կից 292 քառակուսի հողամաս ուղղակի վաճառքով կադաստրային արժեքով օտարել Հարություն Զորիկի Համբարձումյանին։ Վաճառքի կից սահմանել 292 քառակուսի հողամասի համար 231,264 դրամ։ Դեմ չունենք։ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արտիմետ գյուղում գտնվող կենցաղի տան 47.9 քառակուսի մետրով մակերեսով տարածքը վարձակալությամբ տրամադրելու մասին զեկուցող Ավետիք Սենիքերիմյան։ Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը մրցութային կարգով վարձակալությամբ տրամադրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արտիմետ գյուղում Թումանյան 2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Արտիմետի կենցաղի տան 47.9 քառակուսի մետր մակերեսով տարածքը 10 տարի ժամկետով մրցութային կարգով վարձակալությամբ տրամադրել են գույքի վարձավճարի չափ սահմանել ամսական 35,000 դրամ։ Դեմ չունենք։ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավականու 26 թվականի մարտի 18-ի համար 38 աղորոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին զեկուցող Ավետիք Սենիքերիմյան։ Արդյունաբերության ընդերք օգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասեր մինչև 100,000 խորանարդ մետր ծավալով ձկնաբուծական արհեստական լճակ կառուցելու համար բառերը փոխարինել արդյունաբերության ընդերք օգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասեր մինչև 100,000 խորանարդ մետր ծավալով ձկնաբուծական արհեստական լճակ կառուցելու համար բառերով։ Դեմ չունենք։ 15-րդ դարձ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղում գտնվող 1.8244 հեկտար հողամասի նպատակային գործառնական նշանակությունը փոփոխելու մասին զեկուցող Ավետիք Սենիքերիմյան։ Գեղամ Արտուրի Թերեզյանի սեփականության իրավունքով պատկանող 1.8244 քառակուսի մետր հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական գործառնական նշանակությունը վարելահող նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերք օգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասեր ջերմոց կառուցելու համար։
Դեմ չունենք։ 16-րդ հարց։ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Հայկաշեն գյուղում գտնվող 16,0574 հեկտար ողամասից 0,1 հեկտար ողամասի նպատակային գործառնական նշանակությունը փոփոխելու եւ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավարտան 26 թվականի համար 25A որոշում փոխել ճանաչելու մասին։ Դեպքով ավետիք սերիկերին Արմեն Աշոտի Խաչատրյանի սեփականության իրավունքով պատկանող 16,574 հեկտար հողամասից 1000,1 հեկտար հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական արդյունաբերության ընդերօգտագործման եւ այլ արտադրական գործառնական նշանակություն այլողատես գյուղատնտեսական արտադրական օբյեկտների նպատակային գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության ընդերօգտագործման եւ այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասեր գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն կառուցելու համար։ Այս երկու որոշումները, որ ուժը կորցրել ճանաչելու մասին, ասեմ ձեզ, որ նախկինում հաստատված է, ուղղակի կադաստրը այդ գործունեության համար չի գրանցել, դրա համար ուժը կորցրած է ճանաչում ուղղակի բառերն են։ Դեմ չկա։ Եվ 17-րդ հարց Արաքս համայնքի համայնքապետարանին ջուրակի համակարգիչ դնելու համար կարծը։ Դեպքով շատ տարբեր է։ Ինձ ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը Արաքսի համայնքապետարանի կարիքների համար ջուրակի համակարգիչ ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2026 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 300,000 դրամ։ Դեմ չկա։ Ուրեմն երկու տեղեկություններ ասեմ, արգելի գործընկերներ, ուրեմն մենք այդ գյուղերի գազը, մեծ գազ ենք ասում, Արաքս, Հայկաշեն և մեծամոր գյուղերի գազի ԵՎՍ-ը ամբողջությամբ պատրաստ է։ Հիմա աշխատանքներ ենք տանում միացման հետ կապված, ու տրանսգազը թույլ տա գազը, որպեսզի միացումներ իրականացնենք, հետի որորը կգնի, անկեղծ ասած դեռ հայտնի չի, բայց որ այն ամբողջությամբ պատրաստ է եւ հիցը եւ ԵՎՍ-ը, այդ ձեզ ասեմ, որ ամբողջությամբ պատրաստ է։ Մյուս կարևորագույն մեզ շատ հետաքրքրող Արտիմեդ խորոնք Արատաշեն Կարոյիկ ճանապարհի վերանորոգումն է, որը հիմա այս պահին նախագծման փուլումը եւ մոտ ժամանակներում կհաստատվի համայնքի ղեկավարի կողմից եւ կդրվի մասնիկի եւ կարևոր մի երազանքի ճանապարհ N3 Ակնաշեն Գայ եւ Արարատի մարզ այդ ճանապարհն է, որը բոլոր գիտեք թե ինչ վիճակի մեջ է, էլի նախագծման փուլումը աշխատանքները հնարավորինս խնդրել ենք, որ արագացնեն, էլի մոտ ժամանակներից կավարտվի ու կդրվի մրցույթի։ Եվ այդպես մի քանի ճանապարհներ H12-ը էլի մրցույթի մեջ է, Գայ, Մեծամոր, Ջրավարտ, այդ ճանապարհն է նախագծման փուլում, Մեծամոր, Արաքս են Խաչմերուկից էլի նախագծման փուլումը, մի խոսքով, այն ճանապարհները ինչը որ խոստացել ենք, բոլորը նախագծման փուլում է եւ հնարավորինս sense արագ ավարտվեց նախագծերը, իմացեք մրցույթ հայտարարելու դա մրցույթ։ Հարցեր Պարոն Ղազարյան, այս ճանապարհի պահը, եթե պետք է մեր մայթելի պես այդ ճանապարհը վերանորոգենք, իմ աչք չունի։ Ժամանակին հիշում եք, որ ասպեի թերի ամեն ինչը։ Դրա առասպար այդ խնդիրը չի լուծի այն ժամանակ։ որը Մայթը սարքել եք հիմա։ Հələ փորձեք անձրևի ժամանակ այդ մայթով քայլեք։ ինչ արնում։ Ջուրը հաղարկում մարդը չի կարող այդ, այնտեղ պատերկա քանդվել է։ Ջուրը հետո բզում է, այդ փոշինքը հիմա գնացեք նայեք, փոշինքը տակն էլի մարդ չի կարող մայթով է կարող։ Չէ, Երկրորդը մայթից են կողմ առուտը։ Աղբոնից է դարձել։
եկած է գցնան ինձ ջուրի չի եկան, ոչ մի բան չի։ մենք Իմաստունն է դրա ջրահեռացում չենք իրականացրել դե։ Մենք մայթ ենք կառուցել։ Բայց մայթ իմաստունն է կառուցել, եթե դե մայթը մարդկային է քայլի։ Արևի ժամանակ փոշի, անձրևի ժամանակ։ Արևայսան, ինչ են կարող կարել։ Այն ժամանակ ով ընդունել այդ գործը։ Չի ընդունված չի դա։ Նախընդունված չի։ Նախընդունված չի։ Նախընդունված չի։ Մի քիչ ոնց որ ավելի տխուր գույներով է ներկայացնում։ Ասում փոշի արստում։ Փոշին ասֆալտի վրա է դա։ Դա մի րոպե ասեմ, եթե ջուրը գալիս է այդ անտիկեֆտա բանի, մեքենաների արիմների տակից ելը դեպի սկզբից մինչև վերջ։ Խանութի դիմացը, դպրոցի տեսքոմի վրա, մեր փողոցի դիմացը, նվերի խաշտուրիկը, գնա պատնայետես ինչ է։ Ալավասյան, հիմա ես ասեմ։ Ասեք հիմա դու սա գալի ես ստնում կամ եք գալի շփոթելու բան չէ։ Դալի ուրիշ բան եմ ասում։ Ուրեմն ի սկզբանե այդ ճանապարհը չուներ թեկություն, թե որ կողմեր գնալ։ Նախորդ մտածեք նոր բան։ Չէ, մենք էդի մայթը ոչ մի բան չի խա, հիմա որ այդ ճանապարհներ ա վերանալու։ Եթե ճանապարհներ ա վերանալու, էդի չեմ կարծում, որ այդպես վատ վիճակ մայթ ա մնալու, իսկ այդ ջրահեռացումն ու բանը ասֆալտապատումը իրականացնելու է։ Երկու կողմանի ջրահեռացումը նախատեսվում եւ դեպի ասֆալտին թեկություն, որ ոչ մի գրամ ջուրեր դե չի մնա։ Ոչ մի գրամ։ Բայց հավատը չի գալի, չգիտեմ։ Ոչինչ։ Դե գիտեք ինչ կա, ես ոչ մի համայնքապետարանի աշխատողի, առավել ևս մերի հանդեպ ոչ գիտեմ, ոչ մի բան չունեմ։ Այսօր կրկնեմ 1000 անգամ ներողություն, եթե իշխանություն կառավարություն կա, դրանց հետուքը դուք եք պահում։ Դեր աշխատանքում։ Հետի միանշանակ եմ ասում։ Եկեք Ընդեր նստածները կամ վերացնի կամ մարմնապարտա, ոչ մարդ չկա։ դե ավելի պահանապասյան։ Ես ասեմ բանի չկա։ Համար ես նախարարի ներներ եմ բանդատել։